ձեռեք առնում։ Ինչի։ Չէ, ես այդպես բաներ չեմ անում։ Չեք ուզում չեք անի, չեք վրթովում։ Տաքսին կանգնացրեցի, նստեցի, ձայնից վրա պտտվեց, նայեց, ասեց իմանայի դու ես, չէի տանի։ Ճպլ։ Ձեզնից մոտ էր ինձ նստած, վերցրեցի ու այդ հավկիթը կոտրեցի սեպուհի։ Հիանալի է, դու։ Հայրդ դիտում է վստահաբար այս հաղորդումը եւ եթե դու հիմա սխալ պատասխանես, տանը կարող է խնդիրներ լինեն։ Այո։ Պապ, հաղորդման եմ մասնակցում, ռոբոտը AI էլի, տենց ինքը հարցնում, ասում է, քանի տարեկան է, ծնունդը շնորհավոր երգ։ Թիվ թվաբանության նոր եթերաշրջանի թողարկումները անընդհատ մեզ տեղափոխելու են նոստալգիկ ժամանակներ։ Այսօրվա մեր կերպարն էլ իր ձայնով, խոսակցություններով, զրույցներով հիշեցնելու է մեզ տարիներ, որոնք անցան գնացին ու մեզ լավ հուշ են թողել առնվազն։ Անի Բայացյանն է մեզ հետ, ինչքան էլ ինքը չի սիրում, որ մենք հիշեցնում ենք իր ամենահայտնի կերպարը, բայց ինձ թվում է դու վաղուց պիտի հասկացած լինեիր, որ մենք քեզ այդ կերպարով շատ սիրել ենք ու միշտ հիշելու ենք դրանով։ Չէ, չսիրելու բան չկա, սիրում եմ, որովհետև դա աշխատանք է։ Ու եթե աշխատանքը նման ձևով տպավորվել է, ուրեմն ես մեծ գործ եմ արել։ Այո, միանշանակ։ 963 ռոբոտիկն է այստեղ մեզ հետ, Անի ջան, եւ խաղ ենք խաղալու, փորձելու ես ուժերդ արհեստական բանականության հետ պատրաստ ես։ Այո։ Մարտական, գնացինք։ Բացասական կերպար մարմնավորած դերասանների քանի տոկոսն է տասնամյակներով նույնացվում տվյալ կերպարի հետ։ Անի պարագայում արդեն քանի տարի ան։ Երևի 15 ինչքան է 20 կլինի, կամ լավ 18 սենց ասենք։ 18 տարի։ Դերը ինչքան պիտի հաջողված լինի, որ միշտ ինձ թվում է բոլոր սերունդների այն սերունդները, որոնք կնային կվերանային, եթե տպավորվեց, ուրեմն տարին ավելանում է, ամեն անգամ տարին ավելանում է։ Այո, ամեն հաջորդ տարին կավելանա, բայց դե աշխարհում էլ է սա ընդունված պրակտիկա, որ եթե դերասանը խաղում է մի բացասական կերպարում, որը համաշխարհային հռչակ է իրեն բերում, հետո տարիներով իսկապես իրեն չեն տալիս այլ գլխավոր դերեր, ասոցացնում են անընդհատ, նույնիսկ դեպքեր են եղել, որ սպառնալիքներ են հնչեցրել նրա հասցեին։ Դու էլ ունես, չէ՞, այդպիսի պատմություններ, որ ինչ որ անտեղի պատմություններ շատ կան անտեղի, հա, որովհետև երբեմն մարդիկ չեն կարողանում տարբերել իրականությունը կերպարից ու չեն կարողանում իրենց զսպել, երևի դա էլ կրթությունից է գալիս, չգիտեմ, բայց բաներ կան, որ շատ տարօրինակ են եղել, բայց ես ոչ մի անգամ դրան լուրջ չեմ վերաբերվել, որովհետև եթե լուրջ վերաբերվեմ նման բաների, կարող է շատ ծանր տանեմ, ես առհասարակ շատ թեթև բնավորություն եմ, թեթև ապրող մարդ եմ, մի դեպք եղել է, պատմեմ։ Իհարկե։ Մի դեպք չէ, դեպքերը շատ են, բայց որ հիմա սենց սպոնտան հիշեմ, դա ամենա իմ մեջ տպավորված դեպքը, որ ես այն ժամանակ տաքսին կանգնացնում էինք ու ես տաքսին կանգնացրեցի, նստեցի ու վարորդը սկսեց քշել, հենց քշեց, հենց այդ մի 2-3 վայրկյան է ու երբ որ նստում ենք, ասում ենք, չէ, ենթադրենք, քշեք դեպի Գարեգին Նժդե օրինակ, այդ ձայնից վրա ինքը սկզբից չֆիքսեց ինձ իմ արտաքինը, հետո ձայնից վրա պտտվեց, նայեց, հետո շրջվեց նորից քշում է մեքենա, հետո նորից մի անգամից պտտվեց, ասեց իմանայի դու ես, չէի տանի, բայց տարավ, երևի վախեցավ, որ իմացավ ես եմ։ Այդպես էլ է լինում, բայց չէ, տարավ, ուղղակի հետո հումորի են տալիս, բայց հիմնականում հետոից էլ, առաջից էլ հումորին տանելուն, ես զգում եմ, որ այդ մարդիկ վերջի վերջո բացասական կերպար էր, բայց ինքը կոմեդիայի մեջ էր, այո, շատ։ Ու հենց այդ ամենի մեջ էր, որ մարդիկ, երբ որ ինչ-որ բան ուզում են լուրջ ասեն, հետո սկսում են ծիծաղի վերածել կամ ինչ-որ հումորներ անել, որ վայ, տեսեք, չէ, ես լուրջ չեմ վերաբերում եւ այլ, բայց դեպքերը շատ են, էլի։ Իսկ ավելի զավեշտալի, որ ոչ թե, ասենք, Զավեշտալի, գիտեք, բոլոր դեպքերը իմ համար են զավեշտալի։ Իրանք դա չեն հասկանում, իրանք որ հարցը, հետո ես կարող եմ մի 18 տարի ծիծաղեմ այդ դեպքի վրա, հասկանում եք, իրանք հարցել են, գնացել է, իմ համար շատ կատաստրոֆիկ տարօրինակ էր, երբ որ ինձ ասում են այդ խալը իրական է, ու ես զարմանում եմ, եթե սիրիալը նայողները իրանք ուշադիր այդպես նայել են, ամեն ինչ այդպես նկատել են, միթե չէին նկատել, որ համեստի մայրը նույնպես խալով էր։ Այսինքն այդ հեռուստաընկերությունը ամեն ինչ արել
որ գտնի երկու նույնատիպ մարդ, բերի նստացնի, խաղացնի, ու այդքան տաղանդավոր, չէ։ Այո, շատ։ Լավ, որ կարողանան ուղղակի մարդիկ այդ տիպի արտաքինով խաղանեն, ինչ որ տեսել եք էկրաններին, մի տեսակ տարօրինակ է։ Դրա համար որ հարցնում են, ես միշտ ծիծաղում եմ, ասում եմ, հա, գիտեք, չէ, մի անգամ ինձ ասեցին, ճիշտ է, որ Հայաստանում կա մասնագիտացված խալերի խանութ, անկեղծ, ես չգիտեմ, ծիծաղ էի, լաց էի, ինչ անեի, բայց ասացի, հա, կա։ Իմ խալը իրանց մոտից է, չէ։ Ախր դա ընդամենը գրիմ է, մեկը միշտ եկեք հասկանանք հասեման, դա գրիմ է, որը բամբակ է դա, որը խառնում են շագանակագույն գրիմի հետ, նայած ինչ գույն են ընտրում, գուցե կարմիր խալ են անում, ուրեմն կարմիր ներկի հետ են խառնում, եւ սովորական գրիմի սոսնձով Պիտի բերեիր հետը տեսօր փակ։ Ամենավատ բանը որ եղել էր, որ փոսեր շատ գրգռված էր ու շատ փոսեր ընկել, ես արդեն հոգնել էի այդ խալից ու տենց, բայց ինքը լավ խարակտերային է, մենք նույնիսկ մտածել ենք որտեղ դա լինի։ Հա։ Ես շատ եմ ասել դրա մասին, ուզում ենք քթի հենց եզրին լինի, որ շատ ավելի տհաճ ու անճորնի լինի։ Այդպես։ Ո՞նց քեզ հաջողվեց այդքան բնավորություն դնել այդ կերպարի մեջ, որովհետև իսկապես այնքան ընդգծուն էր այդ բնավորությունը, որ դրա համար մինչև հիմա չեն տարբերում քեզ կերպարից։ Ես շատ բաներ դրա հետ կապված չեմ կարող ասեմ, որովհետև երևի այսպես որպես դերասանուհի ես ունեմ գլխիս մեջ, մտքիս մեջ տեսողական հիշողությամբ պահոց, որտեղ կան տարբեր բնավորության տեր մարդիկ, նույնիսկ տարբեր արտաքինով, շատ տարօրինակ քայլվածքներով մարդիկ, որոնց ես նկատում եմ օրվա ընթացքում, տարիների ընթացքում ու իրանց պահում եմ։ Ու նման մարդիկ երբեմն դե այնպես է լինում, որ մենք տեսնում ենք եւ հանդիպում ենք, չէ, տարբեր բնավորության մարդկանց։ Ու ամենահետաքրքիր պահերը ու պարտադիր չէ մարդը լինի դերասան, պարտադիր չէ այդ մարդը բեմի հետ կապ ունենա։ Հասարակ մարդը շատ ավելի էմոցիոնալ ու շատ ավելի սենց ընդգծված շարժումներ ու խոսք կարա ունենա։ Տեսնում եմ ինչ որ բան որ դուրս գալիս է, հիշում եմ, ֆիքսում եմ ու փորձում եմ դա իմ միջով անցկացնելով անել, որպես դերասանուհի։ Նայում եմ, ես ասում եմ լավ, ոնց էս, բայց հիշում եմ, որ ինչքան ճիշտ ա եղել պահերը, ինչքան հավես, չգիտեմ, բաններ, պաուզաներ ա եղել, ինչքան ճիշտ խոսք ա եղել, ինչքան գրեհիկ, ինչքան վատ, ինչքան լոճված բառեր են եղել, որոնք ինձ ընդհանրապես իմ հետ կապ չունեն։ Ասում եմ, այ վատ։ Ասում եմ, հավյոլ, ես այդ օրը այդ սցենարը կարդացի, այ վատ, որ մարդուն ասում են վատ։ Ես օրինակ մաքսիմում ասենք վատ ես, չէ, բայց այնտեղ կար այ վատ, դուրը բացում եմ, ասեմ ես այդ պահին իմացա, որ տենց ձև կա ասելու այ վատ։ Մի խոսքով էլի ժարգոնը լեքսիկոնը իմը չէր ու ինձ հեշտ չէր։ Ես մոռանում եի երբեմն գրական բառեր էի ասում։ Այնպես չէ որ ես գրական եմ խոսում, չէ, բայց ինչ հետաքրքիր դեպքեր են եղել նկարահանումների ժամանակ, որոնք հիշում եք, եթե հավաքվում եք, օրինակ, չգիտեմ, ամենազավեշտ տալիներից։ Հիշեմ, չգիտեմ կհիշեմ տենց դեպք թե չէ, հիմնականում ինչքան հիմա տենց անկեղծ ասած չենք հավաքվում, թե առիթ լինի գուցե շատ բաներ հիշենք, եթե միասին հավաքվենք, որտեղ բաներ կա, որ ինչ որ մեկը հիշում է, մյուսը չէ, բայց հիշում եմ մի հատ ու չգիտեմ դա գուցե եւ օրից մի օր հայտնվի համացանցում, չգիտեմ, մենք նկարահանման ժամանակ մեզ եկել էին նկարահանելու կամ ինչ որ հեռուստաընկերությունից, ոչ Հայաստանի հետ կապ չուներ, արտերկրից, որտեղից չեմ հիշում, Ռուսաստանի, մի խոսքով, եկել էին մեզ նկարնելու եւ մեր այն դրվագ, որը մենք պետքա խաղանք, իրանք ուղակի նկարում են ու մենք խաղում ենք տեսարան, որտեղ նախաճաշում ենք։ Տենց եմ հիշում, հա, նախաճաշում ենք ու այդ բազմոցի վրա արդեն տեղ չկա, բոլորս նստած ենք, կադրի մեջ պետքա տեղավորվենք։ Հա, դեռ այն մեծ տուն չենք տեղափոխվել, հին տան մեջ էինք նկարվում ու այդ տեսանում իմ կողքը նստած էր Սեպուհը, որը մարմնավորում էր հորս կերպարը, ՃՊԼ, ձեզնից մոտ էր ինձ նստած ու տեսանը, որտեղ մենք պետքա հավքիթը վերցնենք, կոտրենք ու նախաճաշ։ Ու ինչ որ տեքստեր կա, չեմ հիշում։ Ես վերցրեցի այդ պահին, չգիտեմ ինչի, վերցրեցի ու այդ հավքիթը կոտրեցի Սեպուհի։
Իմպրովիզացիա։ Կերպարի մեջ ու ես այնքան ուրախ էի, որ ինքը ճիշտ արձագանքեց, արդեն մենք իրար գիտեինք։ Եվ Արտուրը Հակոբյան իր հետ էլ եղել են տեսարաններ, որ ինքն է իմպրովիզարել։ Ես պատրաստ եմ եղել դրան, այսինքն մենք իրար այնքան լավ էինք արդեն հասկանում ու գալու։ Հա, բայց նույնիսկ պարտիորներ են եղել, որ դա չի ստացվել։ Հա, ով։ Ու չեմ կասեմ, իրանք տենց եկել գնացել են։ Հա։ Ամեն դեպքում մշտական կազմի հետ ինձ թվում է արդեն շատ Մշտական կազմը, եթե որևէ մեկին այդ կազմից որևէ մեկը դուր չի գալիս, ասեմ որ շատ իզուր, որովհետև ես հիմա նայում եմ կադրեր ու հիմիկվա աչքով եմ տեսնում, ինչքան տաղանդավոր, ինչքան լավ, ինչքան բնական, ինչքան համոզիչ խաղացող դերասաններ են եղել, աշխատող դերասաններ են եղել, որոնք կադրում, եթե չեն եղել, նույնիսկ աշխատել են այդ ժամանակ խաղացողի համար, ով կադրում է եղել։ Իմ համար դա շատ մեծ սենց գործընկերային, այո, սենց հարաբերություններն է ու զգացողություններն է, որ դու չթողնես, որ ինքը մենակ խաղա, այդ շատ կարևոր է։ Նորից կընտրեիր այդ դերը խաղալ թե չխաղալ, ոնց կորոշեիր։ Որ ասեմ, ես չեմ էլ հասցրել ընտրել իրան կամ չընտրել, որովհետև այն ժամանակ, երբ որ տենց կերպարները գալիս էին, իսկ այդ սիրիալում հիմնականում այնպես էր լինում, որ հիմնական կերպարներ կային ու իրանց արդեն համալրող կերպարներ էին պետք, որ խաղան ու տեսաններ շարունակվի ու ամեն անգամ տարբեր դերեր եմ խաղացել այդ սիրիալում եւ ինչ որ հարևանուհի եւ չգիտեմ մի խոսքով չեմ էլ հիշում արդեն ու երբ որ եկավ այդ դերը ինքը տենց վառ մի խոսքով ակտիվ դեր էր Ռոմանը Մուշեղյան ասեց մի խոսքով դու պիտի խաղաս օքեյ կարդացի բան եւ այլն դա մի տեսանի չասեմ մի սերիայի կամ երկու սերիայի կերպար էր էլի որտեղ լիպոյի համար աղջիկ էին փնտրում որ ամուսնացնեն ինքը որ չեմ էլ հիշում նույնիսկ արդեն ամուսնացած էր թե բաժանվեց այ տեսեք չեմ հիշում տեսանը երևի ինձնից ավելի լավ գիտի հերոստատիտողները այո եւ ամուսնացած էր բաժանվում էր զիտանից Քեզ եկել էր հավաներ կամ չհավաներ։ Մի խոսքով Աշոտի կերպարը Եդիգարյան ինքը փայլակը, որը շատ լավ է խաղացել, ես ուղղակի երբեմն կադրեմ նայում, ասում եմ կերպարը, ասում եմ Աշոտ, ես ինչ ես արել, չէ, շատ լավ է։ Շատ բնական էր խաղում ու դրանով իսկապես ատելություններ հարուցում էր։ Բոլորն է շատ լավ խաղացել ու մի խոսքով ինքը լիպոն գալիս է որ տեսնի այդ աղջկան, այդ աղջիկը հենց համեսն է լինում, որը չեն կարող ոչ մի ձև ամուսնացնեն, ինքը արտաքինով շատ տգեղ, շատ փողոցային ժարգոնով աղջիկ է։ Մի խոսքով ներս է մտնում, ես այդ շատ լավ եմ հիշում, որովհետև դա առաջի տեսարանն է եղել համեստի ու ինքը բավականին տպավորված է, որովհետև այդ օրվանից հետո շատ ուժեղ, շատ բարձր ռեյտինգ եղավ ու տեսա որ շարունակվում է ինքը կերպարը շարունակվում է ու հետո որ Արտուրի Հակոբյան գտան այսպես ասած որպես հա իրար զուգընկեր թե ասեմ հոյակապ տանդեմ մեր երկուսի ձեր հարսանիքն եմ հիշում զգացվեց որ ուղղակի շատ հավես ձուլվում են այդ կերպարները իրար նա այդ տեսակով եւ Արբիի կերպարը այդքան միամիտ եւ մի խոսքով ամեն ինչի հավատացող սիրող անձնուրաց համեստին նայում եմ ասում եմ լավ էլի ոնց կարելի է սիրել համեստին ամենահետաքրքիրը աղջիկս էլ հարցեց ասում եմ մամ այդ ժամանակ այդ ծայրահեղությունները այսինքն այնտեղ կար որ համեստ Արբին ասում է կարամ ես գնամ ծնունդ ասում է գնա ասում եմ չես խանդում կերպարը համեստ ասում է չես խանդում ասում է չգիտեմ խանդեմ թե լավ է խանդեմ, թե լավ է որ չխանդեմ ու ասում ու ինքը չի խանդում իբր, չի հասկանում որ մեկը անի ու աղջիկս ասում է իսկ այդ ժամանակ այդ որ երկու զուգահեռներ ես անցկացնում, այդ ժամանակ ոնց էր ընդունված, նորմալ էր որ այսպես արձագանք էր տղամարդը տալիս կամ բան, ասում էի չգիտեմ, բայց համեստը այն առումով էր լավ, որ ոչ ուզում էր զորով ամուսնանալ, ոչ ուզում էր որ իրան ինչ որ բաներից զրկեն, լիքը բաներ կա որ հիմա օքեյ է ու ինքը ոնց որ հենց մի հատ կերպար լիներ, որ շատ աղջիկներին կանանց երևի թե փորձելա իրանց կուտակվածը ներկայացնել ցույց տալ, որտեղ դրա շնորհիվ սիրում էին։ Հենց ասում էին, «Վայ ինչ լավ է, վայ ինչ լավ իր հախից եկար»։ Հասկանում ես, բաներ կա, որ մարդկանց մեջ եղել է։ Բոլորի մուրը
Մի խոսքով ամեն ինչ շատ լավ է։ Ընտիր, շատ նոստալգիկ հիշողություններ էին։ Մենք հարց էինք լսել, որի մասին մոռացանք։ Պետք է գրենք տոկոս, թե մոտավորապես քանի տոկոս դերասանների մոտ է պահպանվում նույնականացումը դերի եւ անձի հանդեպ։ Ինձ թվում է բավականին մեծ տոկոս Հա։ պետք է լինի։ Հիմնականում եթե բացասական դեր են խաղում, դա իրենց ուղեկցում է շատ երկար ժամանակ։ Հա, համաձայն եմ, ուղեկցում է, իհարկե լավ է, որ ինչ որ մի բանով, եթե արտիստը ընտրել է այդ ուղին, ու նույնիսկ բացասական կերպարով Մեր թվերը համընկնում են։ ուզում եմ տոկոսն է գրել, չգրեցի։ Մեր թվերը համընկնում են։ Լսենք ճիշտ պատասխանը եւ այս միավորը կկիսենք։ Բացասական կերպար մարմնավորած դերասանների 60-ից 70%-ը տարիներով նույնականացվում են այդ դերի հետ։ Այո։ Եվ շատ են ուզում, որ նորից նույն կերպարով տեսնեն։ Դե Այո, իմ պարագայում այո։ դա սիրիալա ուզում են տեսնել, ինչի չեք խաղում, ասեմ, եթե դուք ուզում եք, որ ես խաղամ, չմտածեք, որ ես այդ կերպարով եմ հանդես գալու։ Չսպասեք, էլի, վա, ինչի, ասեմ, գիտեք, բաներ կա, որ գնում է Վերջ, անցյալ։ փակել ենք այդ թեման, հա։ Եկեք, Եվ երևի ես- նաև ավարտուն լինելով է շատ լավը։ Հա, ինքը։ բայց ինձ թվում է, հաստատեսությանը շատ թանկ կարժենա, որ ես այդ դերը նորից խաղամ։ Հասկացանք մենք։ Դա ոնց է կարել, որ չի խաղա, հասկանալի է, անկեղծ, չի խաղա։ Լավ, այս միավորը գնում է Անիին, այսինքն գնում է մեր մանկության, պատանեկության լավագույն հուշեր դեպի։ Մենք արի լսենք հաջորդ հարցը ու շարունակենք զրույցը։ Գնացինք։ Քանի սերիայից էր բաղկացած վերորացներն ընտանիքում հեռուստասերիալը։ Ես չեմ հիշի դու։ Քանի տարի շարունակվեց։ Ես դա չեմ կարող ասել, չեմ հիշում է, ախր պաուզաներ են եղել։ 2005-ից է, չէ՞, մեկնարկել։ Այո, ինչքան գիտեմ 2005-ից ու ես երևի 2005-ի կեսերից եմ միացել կամ 6-ից ամենաուշը։ Ավարտվելով, ես շատ վատ եմ հաշվում, նույնիսկ եթե հաշվեմ։ Մոտավոր հաշվիր, ես էլ արտագրեմ։ Google-ում ենք։ Չեն Google-ում, հաշվում ենք ընդամենը։ Հա։ Եկեք սենց անենք։ 1000 ես ավելի քիչ եմ գրում։ Ինձ 1890 ինքը քիչ է գրում։ Սենց Լավ, արի պատտենք։ 1890 անի կարծիքով, իմ կարծիքով մոտ 2000, բայց ես զոհ եմ։ Դե մոտ 2000-ն ասա։ Լսում ենք ճիշտ պատասխանը։ Սիրված սերիալը մի քանի մասից էր բաղկացած։ Ընդհանուր կազմում էր մոտ 779 սերիա։ Դե լավ էլի։ Դու ավելի մոտ էիր եւ միավորը կրկին քոնն է, բայց դու էլ էիր հեռու, կրկնակի ես գրել թիվը։ 700 պետքա 8-ը ուղակի 0-ներ անեի, ավելի մոտ կլիներ։ Այո։ Okay։ Ինչպիսին է այսօր գործունեությունը, գիտեմ, որ թատրոնում ես խաղում, բայց ես ուզում եի մի հատ փորձության ենթարկել քեզ։ Ես գիտեմ, որ դու շատ հետաքրքիր էտյուդով ես ընդունվել համալսարան, չէ՞։ Հա, որտեղից գիտես։ Դե ուսումնասիրել եմ։ Այո, այո։ Չեմ պատմել։ Եվ ես ուզում եմ, որ հիմա նստած տեղում փորձես մի փոքրիկ բան բեմադրել մեզ համար, թեման դու ինքդ որոշիր, որը հավատ կներշնչի եւ ինձ եւ մեզ դիտողներին։ Ձեռ եք առնում։ Համարյա։ Չէ լուրջ ուզում եք ինչ որ բան։ Իհարկե։ Չէ, ես այդպես բաներ չեմ անում։ Եկեք ձեր ծրագրի սահմաններում ավարտենք։ Ես չեմ կարող այստեղ խաղամ։ Ինչի։ Որտեվ Դիմագծերով բան ինչ որ sense հավես մի եկել բան։ եմ այս խաղը խաղամ, թե եկել եմ դերասանություն անեմ։ Չէ, չեք ուզում չեք անին, չեք վրթովում, չէ։ Լավ էր այդքանը։ Վայ, վախեցա։ Լուրջ ես ասի, ես ինձ թվաց պատիգրվեի։ Ինձ թվաց ուզվեցիք ու ես արդեն ինձ շատ վատ եմ զգում, ասում եմ, լավ ինչ ասեցի, աստվածի։ Ուզում էի գնալ, ասեցի, չէ, շատ դաժան կլինի, մի հատ էլ գնամ։ Չէ, դες բան չէի կարող խաղալ, այստեղ էտյուդ բան անել, ասեցի, լավ, սպասի տեքստով մի բան ասել։ Աստվածի։ Հիանալի էր դու։ Հաստատ հավատացել եք։ Հավատացել
եք, չէ։ Երեխեք շատ sense ասեցի Աստված իմ, բայց ինչ արեցիր Աիդա, ինչ սխալ դուր տվեցիր։ Ես պատկերացնում եք քո ներսի խոսքը, բայց կգտնվեն մարդիկ գրել Չէ, էս պետքա հետ գամ։ Ալեր չէ, շատ լավն էր։ Ինչ պիտի անեմ հիմա։ Իդեալական կողմնորոշվեցիր ու չգիտեմ, բրավո, բոլոր ծափահարությունները քոնն են։ Մերսի։ Լսենք հաջորդ հարցը։ Սենց օին ինձ դեռ վերող չեր եղել գլխի։ Okay, ռոբոտ խոսի։ Թե կարող Քանի տարեկան է արձագանք խմբի ծնունդը շնորհավոր երգը։ Հայրդ դիտում է վստահաբար այս հաղորդումը եւ եթե դու հիմա սխալ պատասխանես, տանը կարող է խնդիրներ լինեն։ Այո։ Ուրեմն մենք տանը ունենք մի հատ ռամկա, որի մեջ այն թուղթն է, որի վրա papan գրել է ծնունդը շնորհավոր երգը։ Ձեռագիր է գրված է։ Ես ունեմ իմ էջում հատված դրա հետ կապված ու հիմա ուզում եմ հիշել, պիտի որ կարամ սխալվեմ, չէ։ 90-ական չի, հակառակը մինչև 90-ականներն ա գրվել, հա, թող եկեք քանի որ առաջին տեսահոլովակը նկարահանվել է մոտավորապես երևի ես կամ 5 եմ եղել կամ 6 տարեկան եմ եղել, այդ երևի թե 86 թիվը պետք է լինի, եկեք 84, 83-ի վրա կանգ առնենք, ամեն ձև մոտ ենք լինելու։ Ինձ թվում է 1900, այստեղ մի հատ դինոզավր է գալիս, 80, ես ասում եմ 4 Դուք գրել եք, թե արտագրել եք։ Իմ հույսը այսօր ձեզ արտագրելու վրա է։ Ես մի քիչ մեծացնեմ թիվը։ Դավայ։ 89 է իմ կարծիքով, 84, չնայած ես կարծում եմ, որ ավելի 90-ականներից հետո է, իմ տարիքը չի ներում, որպեսզի ես անձամբ հիշեմ։ Կարող եք զանգել հայրիկին։ Պապ, հաղորդման եմ մասնակցում ու այստեղ ինձ հարցնում են, ռոբոտը AI էլի, տենց ինքը հարցնում, ասում է, քանի տարեկան է ծնունդը շնորհավոր երգ, ասեցի մոտավորապես կարծում եմ 1984 թվին ա գրվել, ասա երբ ա գրվել։ Չէ, 84-ին չի գրվել, 87 Անիջան։ 87, դու էր մոտ։ Ես ձեզ ասել կարող 86 լինի, բայց 96 չլինի հաստատ, այդպես։ Որտեղ մենք փոքր ենք, ես էլ եմ հիշում շատ։ Լավ, շնորհակալություն։ Եղավ ջան։ Տեսակ, ես ասացի, ես Ամեն փոքր դեպքում եմ եղել։ միավորը ինձ թվում է իմն է, չէ՞, ես ջնջել եմ ուղղակի։ Okay, հա, խնդիր չի։ Հայրիկի երգի մասին միավորը գալիս է ինձ, իսկ մենք շարժվում ենք առաջ եւ լսում ենք հաջորդ հարցը։ Okay։ Միջինում որքան կալորիա է ծախսում դերասանը բեմի վրա ամբողջ ներկայացմանն ակտիվ մասնակցելով։ Այդքան վազվզում եք բեմի վրա, ինչքան կալորիա կծախսեք։ Ինչ թվում է մոտ 1000 կլինի։ Անինի դեպ աչքի ընկնում իր սոցիալական հարթակներում առողջ ապրելակերպի քարոզով, ճիշտ սնվելու, շատ մարզվելու եւ կարծում եմ հենց այնպես չէր այս հարցը հենց նրան ուղված։ Ինձ թվում է գոնե մի Իսկ ես այսօր ամբողջ հաղորդման ընթացքում արտագրեցի։ Հա, ինձ թվում է, ես կարծում եմ գոնե մի 1005 պետքա որ օգտագործի։ Օգտագործում եմ պատասխաններ եւ գրում եմ 1200, իսկ 1500 անի կարծիքով։ Բեմում շարունակաբար խաղալով դերասանը միջինում այրում է 300-ից 400 կալորիա մեկ ներկայացման ընթացքում։ Ես ավելի հակված Ես ավելի աշխուժ եմ շարժվում 200-ին, լուրջ, մտածում եմ 200-ի մասին, բայց հետո մտածեցի sense երևի իմ ավելի ակտիվությունը շատ է։ Ես միայն բեմը պետքա հաշվի, ես մի տեսակ օրվան գնացի, այ օրվա ընթացքում հնարավոր է այսքան վատնել։ 2-2 է հաշիվը, հավասարեցնում եմ ես, բայց ուզում եմ մի քիչ թեկուզ կարճ, բայց ամփոփես թե ինչքանով է կարևոր հատկապես արդեն այս տարիքում ֆիզիկական ակտիվությունը եւ առողջ սնվելը եւ ինչից հետո եկար Միշտ եմ եկել դրան, ոչ մի անգամ չի եղել, որ տենց նստեմ ու որոշեմ, որ չէ պետքա։ Այդ եղել է ավելի շատ երեխաներից հետո, որ եւ կառուցվածքով ես փոխում եւ քաշով բնականաբար ու փորձում ես հետ գալ։ Ես գեղասահորդուհի եմ։
եղել, 10 տարի, այսպես չէ, ասեմ, կարծեմ, 10 տարի, գուցե 10 տարի կամ երևի մի 2 տարի քիչ, չեմ կարող ասել, որտեղ մենք փոքր ենք, երբ մութ ու ցուրտ տարիները սկսվեցին եւ արդեն սառույց չկար, միայն OFP-էինք անում եւ մի խոսքով թողեցինք դա։ Որից հետո բնականաբար իմ կյանքում այդ ամեն ակտիվությունը շարունակվել է, մենք ապրել ենք պարտադիր, Մինչև հիմա ապրում ես մինչև դու։ հիմա ապրում եմ ես խենթանում եմ ապրելու համար, ես շատ եմ սիրում ապրել։ Ափսոս նստած եմ Ամեն մեր հաղորդումը, թե տեսակի- չէ մի հատ էլ կպարացնեինք քեզ։ Ամեն տեսակի, այսինքն ես հիմա շատ մեծ սիրահար եմ բաչատայի, մի խոսքով ես ինքս իմ համար ապրեմ ու ապրելով նույնիսկ նիհար եմ, եթե ինչ որ քաշիկներ եմ հավաքել ինձ դուր չի գալիս եւ այլն, այդ ամենը շատ կարեւորում եմ։ Ես շատ կարեւորում եմ իմ կյանքում լիմֆոդրինաժը, որը շատ կարեւոր է բոլորիս համար։ Այդ լիմֆոտիկ կապանքներ են ասում, ինչ են ասում, մի խոսքով այդ ուզելները իրանք որ բացվեն, աշխատեն, շատ կարևոր է տարիքի հետ անպայման դրանով զբաղվել, սպորտով զբաղվել, մարզվել։ Չեմ ասում ինչ որ եսի ինչեր անել, բայց շարժվել, մարզվել պետք է, որտեղ մկանները իրանք քարանում են, իրանք սկսում են տկարանում են ու պետքա իրանց մարզել պարտադիր։ Ես սիրում եմ այդ ամենով զբաղվել ու սիրում եմ հետևել սնունդիս, աշխատում եմ ամեն կերպ ուտել առողջ սնունդ, ինքս պատրաստել, կիսվել դրանով իմ սոցհարթակում, նաև վատ սնունդ նույնպես օգտագործում եմ, ով ասեց, որ ոչ, ես բնականաբար լինում է fast food ենք օգտագործում, բայց դա այնքան քիչ, ծայրահեղ դեպքում, երբ որ ես ոչ մի բանի հավես չունենամ, ես գուցե գնեմ, բայց այդտեղ էլ եմ փորձում եմ գնել դենց բան, որ առողջարար լինի, որովհետև երեխաներս օգտվում են։ Բայց ծայրահեղությունների մեջ չենք ընկնում բնականաբար։ Չէ, եթե պետքա, այո, ես չիպսեք ուտեմ ու շատ սիրում եմ։ Ես շնորհակալ եմ շատ, նաև այս խորհուրդների համար։ Դու շատ էներգետիկ մարդ ես ու լավ է որ դու ես խոսում հենց այս թեմայից։ Իսկ ընդհանուր ինձ տեղափոխեցիր նոստալգիկ ժամանակներ, բայց հետս շատ վատ ես վարվել։ Ես մինչև հիմա այդ տպավորության տակ եմ, անկեղծ եմ ասում։ Ափսոս չգնացի, պիտի ավելի վատ վարվեի, չէ։ Ես չգիտեմ ինչ կլիներ հետս։ Ու խնդիրը ոչ թե հաղորդումներ, այլ որ ես չհասկացա ինչ արեցի, որ հյուրս թողեց գնաց տաղավարից։ Այդ կլիներ նաև մասնագիտական իմ, չգիտեմ, ձախողումը մեծագույն։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, շատ հաճելի էր, շատ դրական էր։ Մենք դեռ կհանդիպենք վստահաբար։ Նորանոր դերեր քեզ եւ հուսով եմ, որ նորից հեռուստաէկրաններին կտեսնենք այո, կամ պրոյեկտ որ մասնակցել հետաքրքիր պրոյեկտներ։ Այսպիսի սկանդալներով եւ բուրըն ապրումներով թիվթվաբանություն չէր եղել ճիշտն ասած ինձ հետ։ Մնացեք մեզ հետ, արխիվում դեռ ինչեր ասես կարող եմ պատահել։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։